մենք սովոր ենք տեսնել ուժեղ, ժպտացող եւ ամեն ինչ հասցնող կնոջ։ Բայց ինչ է կատարվում, երբ նա մենակ է մնում ինքն իր հետ։ Այսօր կանանց միամսյակին ես մեկ գավաթ սուրճի եմ հրավիրել հայտնի հոգեբան Նաիրա Վանյանին, խոսելու ամենակարևորի մասին՝ կնոջ հոգու։ Սկսեցինք։ Շատ շնորհակալություն սիրելի Նաիրա, որ դուք ընդունեցիք սուրճի իմ հրավերը։ Ճիշտն ասած, ես ինձ չէի ների, եթե կանանց միամսյակին դուք ինձ հետ չգայիք միասին սուրճի։ Ես սիրով եմ եկել, շատ մեծ սիրով։ Որտեղ շատ կարևոր թեմայով պետք է խոսենք կնոջ եւ կնոջ հոգու մասին։ Ես ես շատ համեղ սուրճ եմ հյուրասիրում եւ քաղցր։ Պիտի չհրաժարվեք, մի փոքր պիտի համտեսեք։ Շատ համեղ եմ արաշին, շատ։ Իմ սիրելի խմորեղեներից են։ Դե ուրեմն կսրճենք եւ կզրուցենք։ Ամենասկզբում պիտի հետաքրքրվեմ, Գարունը ինչ է հասցրել շշնջալ ձեր ականջին։ Գեղեցկություն, նոր կյանք, թեթևություն, սեր, ծաղիկներ ամենակարևորը։ Լիքը բառ էմոցիաներ։ Ես էլ եմ հասցրել դրանք վայելել։ Եվ վերադառնանք ամենակարևոր մեր օրվա թեմային՝ կնոջը։ Ինչ կասի մեզ հոգեբանը, ինչպես է կանացիությունը մեզ փոխանցվում։ Կանացիությունը դա շատ կարևոր ֆենոմեն է, որովհետև հենց կինն է փոխանցում է այդ նրբությունը, համեստությունը, հանդուրժողականությունը, սերը, ամենակարևորը հոգատարությունը։ Իհարկե կանացիությունը ոչ միայն մորից է փոխանցվում, այլ եթե մենք ավելի հետ գնանք, դա գալիս է տատիկներից եւ դա շատ հզոր մեծ ուժ է, որը որ պետք է ոչ միայն խում ձևով, եթե կարելի է այդպես անվանել, փոխանցել, այլ կարելի է դա վերամշակել, տրանսֆորմացիայի ենթարկել, որպեսզի նորովի ինչ որ մի գույներ հոտ ու համ ստանա։ Մեզ նաև փոխանցվում են տրավմաներ, ոչ միայն նուրբ էներգիաներ, այլ նաև տրավմաներ, այ խոսենք միջսերնդային տրավմաների մասին։ Այո, շատ կարևոր բան եք ասում, որովհետև Հրանտ Մաթևոսյանի այդ իմ շատ սիրած կոմեշը, որ ասում է, այնտեղ ասում է, որ կաթի հետ ոչ միայն սերն ու հոգատարությունն է փոխանցում, ջերմություն, այլ նաև մաղձը կարող է փոխանցվել, ինչպես նաև սերունդներից ոչ միայն սերն ու հոգատարությունը կարող ենք ստանալ տատիկներից, մայրերից, այլ նաև տրավմաները։ Տրավմաները կարող ենք իրենց այդ անունը տալ, այդ պիտակը կպցնել, ինչպես կարելի ասել, եւ որ նրանք նոր իրավիճակում գտնում են իրենց համար բարենպաստ պայմաններ եւ կարող են նորովի արտահայտվել։ Տրավման լինում է տրավմա, քանի դեռ ինքը չի խոսքայնացվել։ Ինչպես է հոգեթերապիայի մեջ աշխատանքը տարվում, երբ որ այն երևույթները, այն իրավիճակները, որը տեղի ունեցել մարդու հետ, երեխայի հետ, միգուցե մանկությունում կամ երբեմն էլ չխոսված տրանսգեներացիոն միջսերնդային տրավմաները, որ փոխանցվում են լռության մեջ, քանի դեռ լռության մեջ է կարող ենք իրեն անվանել տրավմա, քանի որ ինքը ենթագիտակցության կամ անգիտակցականի մեջ է նույնպես բերել դրանց այն մակարդակ, որտեղ կարող ենք անուններ տալ այդ տրավմային, անուններ տալ ինչ է եղել եւ բերել գիտակցություն, այլևս այդ տրավմաները անգիտակցականում եւ ենթագիտակցության մեջ իրենց տեղ էլ չեն ունենում եւ հասնելով բարձրանալով գիտակցության մակարդակ կամ ձեռք բերելով որոշ բառեր, արդեն կարող ենք ասել, որ ինչ որ մի աշխատանք, մի վերամշակում տեղի ունեցել։ Այո, եթե մենք հիշենք մեր տատիկներին, ցավոք սրտի մեր տխուր պատմության էջերը, իհարկե լռության մեջ շատերը ցավը այնքան ուժեղ է եղել, որ դժվարացել են բառերով փոխանցել, լռել են, գրեթե կոծկել են, ծածկել են, կարծես թե ոչինչ չի եղել, բայց միևնույն է, մարմինը հիշում է եւ մարմնով նույնպես կարելի է փոխանցել։ Ցավոք սրտի այդ ցավը ինքը մարմնի ձևով կարող է խոսել եւ քանի դեռ անուններ ձեռք չի բերվել, չի վերբալիզացվել, չի խոսքայնացվել, կարող է մնալ որպես տրավմա։ Վերջերս Փարիզում հրապարակվեց ձեր մի աշխատությունը, որը շատ մեծ արձագանք ունեցավ հենց օտարերկրացիների մոտ։ Խոսենք այդ աշխատության մասին։ Ես շատ մեծ հպարտությամբ եմ խոսում դրա մասին եւ մեծ սիրով, որովհետեւ այդ հոդվածը նույնպես կանացիությանն էր նվիրված եւ իմ ուսուցիչները հայ արմատներով, ովքեր ապրում են Ֆրանսիայում, Պատրիկ Ալեսյանն, ինչպես Անահիտ Դասյոն,
մեծ պատիվ է ինձ համար այդ առաջարկը ընդունել եւ ունեցա մի հնարավորություն, որտեղ տպագրվեց մի ամսագրի մեջ կլինիկական հոգեբանության նաեւ իմ հոդվածի, իմ աշխատությունը, որը նվիրված էր կանանց, բայց մեր մշակույթի կանանց։ Երևի լինելով ինքս կին, հայ մայր, հայուհի, հայ աղջիկ, դուստր, կարևոր է ինքս իմ մեջ էլ գտնել այդ կանացիությունը, այդ հայ մշակույթի փոխանցումները մեր տատիկներից, մեր ծնողներից, բարդ նյութ էր գրելը, քանի որ շատ ցավոտ կետեր կար եւ մեր մասին գրելը ինչպես մեծ հպարտություն է, այնպես էլ պատմություններ, որոնք տխրություններ են առաջացնում։ Հոդվածը կանացիության մասին է եւ այդ դերերի բաշխման, ինչպես է փոխվել տարիներ շարունակ, ինչպես է հիմա նոր ժամանակներում դա արտահայտվում, իհարկե տարբերությունը շատ մեծ է։ Այն ինչ որ զգացել են մեր տատիկները, այն ինչ որ ունեցել են մեր մայրերը եւ այն ինչով ապրում են մեր երեխաները, դուստրերը, իրենք շատ տարբեր են, բայց միևնույն է, մի գիծ կա, որը շատ կապում է բոլոր սերունդները։ Ինձ համար հայկինը վեհություն է, շատ մեծ ուժ է, գեղեցկություն է։ Մենք չմոռանանք մեր հայ թագուհիներին, ովքեր շատ մեծ դեր են կատարել թե պատերազմների ժամանակ, թե մշակույթի ձևավորման մեջ։ Ես կուզեմ մեջբերեմ Ֆրեյդի աշխատություններից մեկը, որտեղ ցիվիլիզացիաների մասին է խոսվում եւ եթե մենք sense ընդհանուր խոսենք դրա մասին, ապա ցիվիլիզացիայի մեջ մեծ դեր ունի, հիմնային դեր ունի կնոջ դերը։ Այո, կինը։ Եվ կարող ենք համարել, որ ցիվիլիզացիան հասել է ինչ-որ մի կետի, քանզի այնտեղ կինը տեղ ունի։ Կինը շատ մեծ ֆենոմեն է մշակույթի մեջ, տարբեր ոլորտներն էլ որ վերցնենք, թեկուզ գորգագործության մեջ, ինչքան մեծ ներդրում կա կանացիության ու գեղեցկության, այդ գույների, վառ գույների, ինչու՞ չէ պատմությունները, երգերը, ամենաշատ ականջին շոյող մեր օրորները, հայ մայրերի երգած, տատիկների երգած, որոնք ոչ բոլորն են իհարկե տխրության մասին, մենք ունենք շատ գեղեցիկ ելևէջներով օրորներ եւ այդ ամենը փորձեցի մի աշխատության մեջ ներկայացնեմ, շատ սիրում եմ իմ այդ աշխատությունը։ Հիմա վերադառնանք մենք ձեր կաբինետին եւ այնտեղ մտնող գեղեցիկ կեսին։ Այ հոգեբանական ինչ խնդիրներ են անհանգստացնում ժամանակակից կնոջը։ Խնդիրները կարծում եմ տարբեր են։ Մի կողմից կարող ենք մի տեսանկյունից նայել, որ գրեթե չեն տարբերվում, մարդկային խնդիրներ են, բայց իհարկե կարող ենք նաեւ տեսնել այդ առանցքը կանացի։ Ինձ համար շատ խանգարող են թվում այսօրվա այն ինչ որ տարբերում է մեզ մեր ավագ սերունդներից, մեր մայրերից եւ տատիկներից, որ այսօրվա այս ցանցերը, սոցիալական ցանցերը, այդ մի կողմից գոյություն ունեցող, բայց նաև գոյություն չունեցող մի հարթակ, մի կյանք, որով որ ապրում են այսօրվա ժամանակակից կանայք եւ աղջիկները, մի կողմից կարծես օգնող դեր ունեն, բայց ես կարծում եմ նաև խանգարող, որովհետեւ շրջանակների մեջ կարծես փորձեն տեղավորել այսօրվա հայ կնոջը, որ ինչ եք կարծում, դրանք ինչքանով են ազդում կանանց ինքնագնահատականի եւ ինքնաանկալման վրա։ Ես կարծում եմ, որ շատ մեծ ազդեցություն ունեն, շատ լավ հարց եք տալիս եւ շատ կարեւոր է, որ կանայք դա փորձեն ընդունեն, վերցնեն, որովհետեւ մի բան, որ շատ մասսայական է, որ շատ բոլորի համար է, դա միշտ չի որ կարող է աշխատել, կարելի է այդտեղից քաղվածքներ անել, բայց կանացիությունը կարծում եմ դա մի աշխատանք է, ներհայաց աշխատանք է, որտեղ յուրաքանչյուր կին կարող է գտնել իր ուրույն իրեն բնորոշ շատ անհատական ինչ որ որակներ։ Դրանք բոլորի համար չեն։ Օրինակ շատ կետեր կան, հա, ինչպես լինել կանացի, ինչպես գրավել տղամարդուն, 5 կետ է, 10 կետ է։ Այո, այսօր դրանք մոդայիկ են։ Մոդայիկ են, բայց միշտ չէ որ աշխատող են։ Իհարկե, այո, դրանք ազդում են նաև ինքնագնահատականի վրա, որովհետև այն կինը որ կարդում է ու տեսնում է, որ չի տեղավորվում այդ 5 կետի մեջ, ուրեմն վերջ ինքը այլևս այդ ժամանակակից կինը չէ։ Բայց կին լինելը կարծում եմ գտնել այն 5 կետերը, որը միմիայն քոնն է, միմիայն բնորոշում է քեզ։ Եվ հետո այստեղ մի շատ կարևոր բան, երբ մարդը հայտնվում է ձեր կաբինետում, լինի կին թե տղամարդ, դուք իրեն բանաձևեր չեք տալիս եւ խորհուրդներ չեք տալիս, չէ՞։ Ձեր զրույցի ընթացքում ինքն է գտնում բանալին եւ այդ բանալին հենց իր գտած ամենակարևորը եւ պետքականն է, չէ։ Իհարկե կան շատ ուղղություններ, որտեղ որ հոգեբանը կարող է ինչ-որ ցուցմունքներ տան, ինչ-որ կետեր կան։ Մեր ուղղությունը, որտեղ որ ես ուսանել եմ, սովորել եմ եւ մինչեւ հիմա սովորում եմ, հոգեվերլուծական ուղղությունն է, որտեղ այո, չկան
հստակ ձևաչափեր, որոնցով պիտի շարժվի։ Եվ մի աշխատանք է հոգեթերապիան, որտեղ երկուսն են ներկա սենյակում եւ երկուսի համատեղ աշխատանքն է։ Դա ոչ միայն այցելուի աշխատանքն է եւ ոչ միայն հոգեբանի, ով պատրաստ ինչ-որ ռեցեպտներ, բանաձևեր ունի եւ հենց այցելուն մտավ, ինքը պիտի կիսվի եւ ամեն ինչ լավ պիտի լինի։ Դա հոգեկանի աշխատանքը ինքը երկարատև եւ շատ նուրբ աշխատանք է։ Եվ երկուսի ներկայությունն է շատ կարեւոր, որ երկուսով են սկսում մտածել եւ գտնել այն բանաձևերը միակ, որոնք բնորոշ են հենց այդ այցելուի համար։ Իսկ որ այսպես նայում եք, հա, ձեր կաբինետ գալիս են, ավելի հաճախ խորհուրդ ստանալու, թե պարզապես լսելի լինելու։ Շատ բան է փոխվել, քանի որ արդեն 25-ից ավել տարիներ արդեն այս ոլորտում եմ, կաբինետում եմ, այսպես ասած, ես կարող եմ դա ասել, փաստել, որ հիմա ավելի շատ գալիս են լսելի եւ լսելու լինելու համար։ Այո, լսելի լինելու։ Ես միշտ ասում եմ, որ լսելի խոսելը դա միայն թերապևտի համար չէ։ Երբ որ մարդը խոսում է, ինքը իր ձայնը լսում է եւ առաջինը իր ականջը ավելի մոտիկ է, քան թերապևտի, եւ ինքը իրեն լսում է ինչպես է անուններ տալիս, որոնք որ կարող են փոխվել իրավիճակին, երևույթին, իրեն, ինչու՞ չէ, որովհետև դրանք բաներ են, որ մի բան է, որ մենք մտքում մտածում ենք, իհարկե շատ բառեր են գալիս եւ մի բան է, որ մենք արտաբերում ենք, խոսքայնացնում ենք, դրանք շատ տարբերվում են եւ ինքն էլ այցելուն ընթացքում սկսում է ինքն իր վրա աշխատել, վերամշակել, իհարկե երկրորդի ներկայությամբ։ Լավ, կինը շատ դերեր ունի այսօր։ Կին լինելը, մայր լինելը, մասնագետ լինելը եւ բավականին բարդ է միաժամանակ այդ բոլոր դերերը կատարելը։ Այ երբ է սկսվում ինքնաայրման այդ ընթացքը։ Ամենից դժվարը դա նկատելն է, դա հասկանալն է, որ դա ներքին այրում է, որովհետև այն բոլոր դերերը, որ նշեցիք, երբեմն այդ սահմանները կարող են խառնել։ Իհարկե, ոչ մեկը դերերից մաքուր առանց մյուսի գոյություն չունի, որովհետև այդ բոլոր դերերը մի կնոջ, մի կաղապարի մեջ են պարունակվում, երբ որ դրանք խառնվում են, այդ դերերը գրեթե լղոզվում են այդ սահմանները, արդեն կարող է լինել այրում, բայց այրումը միայն դրանից չէ լինում, իհարկե հոգեբանության մեջ կա նման մի տերմին, որը մի քիչ նման է առևտուր բառին, բայց առ եւ տուր, ինչքանով է փոխանցում կինը եւ ինչպես է ինքը վերցնում, եւ այդտեղ է կանացիությունը նկատել եւ զգալ այդ հավասարակշռությունը։ Ես շատ տվեցի, ես շատ վերցրեցի, իհարկե ամբողջությամբ հավասար չի կարող լինել, բայց գտնել այդ պոչիկները, թելիկները ոնց կարելի է կարգավորել։ Նկատելը առաջին արդեն իսկ քայլն է։ Իսկ իր պետք է հասկանալ, որ ես հոգնել եմ, դա պարզապես հոգնածություն չէ, այլ հոգեբանական խնդիր եւ պետք է անհապաղ այցելել հոգեբան։ Դա արդեն կարծում եմ ինչ որ մի ազդակ է հասկանալու ներսում ինչ կա։ Գիտեք, բոլոր գրեթե ազդակները հոգնել եմ, հոգեբանական խնդիր է, հոգնածությունն էլ ինքը եթե քրոնիկ է դառնում, դա ինքնին խնդիր չէ, բայց ինքը սիմպտոմ է երևի, մի ախտանիշ է, որ մի բան ներսում այնպես չէ։ Մենք երբեք չենք ունենա այդ ներհայացքը, քանի որ մեր հոգեկանը այդպիսի կառուցվածք ունի շատ պաշտպանողական մեխանիզմներ, մինչև մենք չունենանք որևէ մի ախտանիշ, որևէ ինչ-որ մի բան, որը մասնավորապես եթե դա երևում է, որը մեզ կթակի, ազդակ կունենանք, որ մի բան այն չէ ներսում եւ կարիք ունենք մի քիչ մնալու ինքներս մեր հետ։ Եվ կանացիության կարծում եմ այդ ֆենոմենը, այդ առանցքային կետերից մեկն էլ նաեւ նա է, թե ինչպիսի կապ ունի կինը ինքը իր ներաշխարհի հետ, որտեղ կին լինելը դա բնություն է, դա լինել բնական, դա չունենալ այդ բոլոր կաղապարները կամ դիմակները, որ երբեմն մեզ թույլ չի տալիս ինքներս մեր հետ ունենալ այդ հանդիպումը, այդ շփումը։ Եվ այո, հոգնածությունը եւ հոգեբանական խնդիրները դրանք արդեն մտածելու տեղ են տալիս։ Եթե մի առօրյա ինչ որ մի ժամանակ բերել է շատ մեծ հաճույք, հանգստություն, դեռևս չի նշանակում, որ ամբողջ կյանքում կինը կարող է այդ առօրյայի մեջ մնալ։ Եվ միգուցե կարիք ունի վերանայելու, ինչու՞ չէ։ Իսկ ինչու են կանայք հաճախ, դա մեզ մոտ մանավանդ հայկանանց մոտ շատ տարածված է, իրենց դնում վերջին տեղում։ Նորից պետք է երևի անդրադառնանք սեռերին եւ միտքս եկավ Շոպենհաուերի մի միտք, մի ցիտում, որ ասում է, որ կինը մի քիչ շատ կոպիտ է հնչում, փորձեմ մի քիչ նրբացնեմ, որ կինը մի էակ է, որը ինքը իրանով երջանիկ չէ, քանզի ինքը հանդիսանում է կարծես թե մի գործիք սերունդներ փոխանցելու
հարցում եւ ինչքան էլ մենք հերքենք, այո, շատ մասնագետներ, հատկապես հոգեվոր լուծողներ, կանայք, ովքեր դեմ էին այս մտքին, սակայն մի ծանրություն կա, որը նույնպես փոխանցում է լինում մայրերից, հատկապես մեր մշակույթի մեջ, որ կնոջ դերը դա մայր լինելն է, որը շատ կարևոր մի բան է եւ պիտի ասեմ դա հեքիաթային, հրաշքային մի ֆենոմեն է, արարչագործության կատարյալ ձևն է, անբացատրելի, ինչքան ուսումնասիրես եւ եթե մեր մշակույթին մի քիչ ուշադիր լինենք, ապա մենք ունենք ցավոք սրտի տենդենսը, որ կինը երբ որ մայրանում է, այլևս վերջ անելիք չունի։ Կարծես դադարի կին լինելը, բայց մայր լինելը եւ կին լինելը իրենք եւ փոխկապակցված են եւ շատ տարբեր են ամեն դեպքում։ Ինչու են կանայք հաճախ մնում այն հարաբերություններում, որոնք իրենց ցավ են պատճառում։ Եթե հետևենք մեր հոգեվերլուծողներին, հոգեբաններին, իրենց այդ ուղղությունը, որ տանում են, ապա եթե սկսենք ընտրությունից, առհասարակ ընտրությունը, գիտեսությունը լսելով կամ մյուսների, կարող ենք հասկանալ, որ զույգը ընտրում է իրեն շատ ծանոթ մեկին, կերպարին, անգիտակցական ինչ-որ մի կերպար, մի օբյեկտ, որ ինքը իր գլխում կրում է։ Ինչքան էլ գիտակցված ասում են, չէ, լրիվ ուրիշ է, ծնողներից նման չէ կամ ծանոթ մի կերպար չէ։ Ոչ մի մարդ չի մնում մի հարաբերության մեջ, որ իրեն ծանոթ չէ։ Կարող ենք ենթադրել, որ այդ հարաբերությունը, որի մեջ մնում է մարդը, կինը, եթե մենք կնոջ մասին խոսենք, ուրեմն դա իրեն մի ծանոթ մի բան է եղել, մանկությունից միգուցե եկած, միգուցե մի սերնդային փոխանցումներից եկած մի բան է, որտեղ որ իրեն ինչքան էլ պարադոքսալ է դա հնչում եւ ցավացնում է իրեն եւ վնաս է տալիս իրեն, բայց մի բան է, որ շատ ծանոթ է։ Այստեղ կարիք ունի այդ աշխատանքի վերամշակման, որ ինչու է ինքը մնում, որտեվ երբեք վատ հարաբերության մեջ չի մնում ոչ մի կին, եթե դա իրեն ծանոթ չի, եթե երբևէ ինքը նման բան չի տեսել։ Ինչ հետաքրքիր բան ասացիք։ Եվ հենց այդ պատճառով ենք մենք երբեմն ընտրում ցավը, երբ կարող ենք ընտրել երջանկությունը։ Այո, ճիշտ է, ինչքան էլ կռիվ տանք մեր գիտակցությունը ասում է, չէ, ոնց կարող եմ ես նման ընտրություն անել, ես լավ գիտակցում եմ, որ դա ինձ ցավեցնում է, բայց այնուամենայնիվ կարծես թե այդ ցավը շատ ծանոթ մի բան է, շատ հարմար, ինչքան էլ նորից շատ իրարամերժ մտքեր են արտասանվում, փորձում եմ գտնեմ այդ բառերը, բայց միևնույն է մնում է մի ծանոթ բանի մեջ։ Եվ այդտեղից կարող ենք նաև ենթադրել, որ շատ ժամանակ կանայք, ովքեր ունենում են ցավոք սրտի ինչ-որ սոմատիկ հիվանդություններ, ախտանշաններ, ունենում են ինչ-որ ախտորոշումներ լուրջ, կարծես թե այդ ցավից, այդ հիվանդությունից բաժանվելն էլ է դժվար։ Մի մասով իրենք շատ ծանրության ցավի մեջ են, գնում են բժշկվելու, բայց մի անգիտակցական մասով շատ բռնված են։ Ես միշտ հարցնում եմ, դուք եք ամուր բռնել, թե հիվանդությունն է ձեզ բռնել։ Ես կարծում եմ, որ հոգեսոմատիկ խնդիրները ավելի հաճախ բնորոշ են կանանց, չէ, եւ ինչ հիվանդությունների հիմքում են ընկած այդ խնդիրները, հա, որոնք հետո մտնում են ֆիզիկական մարմին եւ դառնում ախտ հիվանդություն։ Այն բոլոր մտքերը, հույզերը, որոնք հոգեկանը մեր չի կարողանում մշակել, դրան միանում է մեր մարմինը։ Այսինքն ինչ որ աշխատանք, որը կարողանում է կատարել հոգեկանը կամ ստացվում է, որն էլ որ չի ստացվում, կարծես թե փոխանցում է լինում կամ մարմինը միանում է այդ հոգեկանի աշխատանքին եւ բնականաբար մարմինը մասնակցելով պիտի ունենա որոշակի ախտորոշումներ, ախտանշաններ։ Իսկ ինչպես հաղթահարել բաժանումը, հա, առանց ինքնականդման։ Ցանկացած բաժանում, իհարկե մենք խոսում ենք կնոջ մասին, տեղի ունենում ավելի առողջ, երևի անցավ, կարող ենք այդպես էլ ասել հոգեկանի համար անցավ, քիչ տառապանքով, եթե սկիզբը սկսվել է միասնությունից, ձուլումից, շատ նման է այդ բաժանումը, այդ աշխատանքը, հոգեկանի աշխատանքը, շատ արխայիկ մի երևույթից մորից բաժանումից եւ եթե այնտեղ այդ ձուլումը միասնությունը առողջ միասնությունը տեղի ունեցել եւ աստիճանաբար այդ սեպարացիոն բաժանման այդ երևույթները process-ները առողջ են լինում երկկողմանի բաժանումը երբեք միակողմանի չի լինում եւ եթե այդ աշխատանքը առողջ եւ գրագետ եւ անցավ կամ քիչ ցավոտ է տեղի ունեցել որտեղ միևնույն է բաժանում ինքը իր մեջ ցավ ունի քանզի մենք կարող ենք նաեւ խոսել այստեղ սուքի մասին կորուստի մասին բայց ինչքան առողջ եւ ժամանակին համահունչ ինքը ընթանա այնքան
քիչ ինքնականդում կլինի։ Հավանաբար պիտի ենթադրենք, որ այն կանայք, ովքեր դժվարություն ունեն բաժանման մեջ եւ կարելի է պրակտիկա ամել հանդիպել, որ տարիներ առաջ են շատ ունեցել այդ բաժանումը, բայց խոսում են այնպես, կարծես 3 է դա եղել։ Կարող ենք ենթադրել, որ այդ կորուստի, սուգի, այդ խորը ապրումները չեն արվել, աշխատանքը չի կատարվել։ Իսկ ինչ աշխատանք պետք է կատարվի։ Դա շատ ներքին աշխատանք է։ Այստեղ էլի պիտի անդրադառնամ կանացիությանը, որտեղ կանացիությունը դա ընդունել ներսի խոցելությունը։ Նորից հոգեկանի աշխատանքին անդրադառնալով ինքը մեզ պիտի պաշտպանի։ Ինքը պիտի բոլոր տեսակի խոչընդոտները, ամրությունները մեր համար ստեղծի, բոլոր ամրոցները ներսում, որպեսզի մենք այդ խոցելությանը չմոտենանք, բայց ինչքան մենք ընդունենք, մոտենանք, որը նույնպես բարդ աշխատանք է եւ հաճելի չէ այդքան միշտ ընդունել, որ կա ներսում խոցելություն, բայց կարծում եմ կին լինելը դա նաև հաշտ լինել ներսի այդ խոցելության հետ եւ այդտեղ արդեն աշխատանքը գնում է։ Երբ որ կա այդ հանդիպումը խոցելության հետ, ընդունումը, ինքը արդեն մեր հոգեկան իր աշխատանքը կատարում է։ Շատ լավ, իսկ երբ բաժանվում ենք, ներելը եւ բաց թողնելը որքանով են կարեւոր։ Շատ կարեւոր են, առհասարակ հոգեբանության տեսանկյունից բոլոր հարաբերությունների մեջ այդ ներելը բաց թողնելը, որովհետեւ չներել, բաց չթողնել, կարծես մնալ այդ նույն փուլում։ Բաց թողնել ավելի թեթև քայլել առաջ, բայց բաց թողնելը եւ ներելը պետք չէ խառնել, մոլորվել նաեւ այն հասկացողության հետ, որ կողք դնել։ Երբեմն մեզ թվում է, որ մենք բաց ենք թողել, բայց մենք կողք ենք դնում, աշխատանք չենք կատարում, բայց այդ ծանրությունը մեր հետ միևնույն է տանում ենք։ Եվ օրերից մի օր մի շատ բարենպաստ իրավիճակում կարող է գլուխ բարձրացնել եւ մեզ էլի ասելիք ունենալ։ Ներումը սկսվում է ինքներս մեզանից։ Առաջինը մենք մեզ կարող ենք ներել, որ նման իրավիճակի մեջ ենք հայտնվել, որ նման մի դժվարություն է եղել, որովհետև դա էլ մի մոլորություն է, մի քիչ միֆին նման, որ մենք ներում ենք դիմացին, մենք ներում ենք երևի մեզ։ Գիտեք, ես ամեն երեկո օրը մաքրելու, օրվան հրաժեշտ տալու մի այսպիսի ռիտուալ ունեմ, արարողակարգ։ Ես փորձում եմ օրվա մեջ տեղի ունեցած իրադարձությունների մեջ ներել ինձ առաջին հերթին եւ ներել ուրիշներին, մյուսներին, որպեսզի հաջորդ լուսաբացը առավոտը լինի խաղաղ։ Դուք օրինակ եք կանացիության եւ իմաստության, ես կարող եմ ասել, դա իմաստության մասին է, որտեղ չի ներում նեղանում է մարդը որ տարիքում, փոքր տարիքում, եւ եթե մենք հասուն տարիքում այդ նեղանալը կամ չներելը մեր հետ դեռ տանում ենք, կարող ենք ենթադրել, որ դա մի քիչ մանկական պոզիցիա է, մի քիչ մանկականություն է դրսևորվում։ Ներել, խոսել, դա արդեն հասունության մասին է։ Խոսքը տարիքի անձնագրային տարիքի մասին չէ, այլ ներսին հոգեբանական հասունության մասին, որի օրինակը բերում եք։ Շատ լավ, իսկ հոգու հասունության մասին ի՞նչն է վկայում։ Հավանաբար այն ամեն ինչին մենք անդրադարձանք փոքր եւ կարծում եմ հասունությունը դա երկրորդին, մյուսին, ուրիշին տեսնելն է, նկատելն է եւ ընդունելն է, որ գոյություն ունեն այլոք, այլություն, այսինքն մեկը ով ես չեմ, ընդունել այդ երկրորդին, մտնել իրական փոխհարաբերության մեջ, կարողանալ լսել եւ երբ որ կարողանում ես լսել, նաեւ լինում ես լսելի։ Իսկ ինչպես անենք մենք կանայք, որ չապրենք իդեալական կնոջ հասարակության կողմից մեզ պարտադրված կերպարով։ Միևնույն է, ցանկացած կին, ես երևի թե չեմ սխալվի, որ ասեմ, իր հոգու խորքում միտեղ շատ խորը մտքերում ունի այդ ցանկությունը, այդ միտքը, այդ ճանապարհը, որ կուզի անցնել, բայց մի բան է ձգտել իդեալականին եւ մի բան է պատկերացնել, որ այդ իդեալականը կա եւ մենք հասել ենք կամ դեռ պիտի հասնենք։ Փորձել ձգտել կամ քայլել այդ ճանապարհով ինքը շատ տարբերվում է, որտեվ եթե գիտեմ, որ այդ իդեալականը կա եւ չեմ հասել, դա արդեն շատ ինքնավստահություն, ինքնագնահատականի վրա ազդում է, բայց ինչ խոսք, որ դա շատ առողջ մի մղում կարող ենք ասել, ձգտել այդ իդեալական լինելուն, այսինքն քայլել այդ ճանապարհով, միևնույն է, որովհետև դա շատ ոգևորող է, դա շատ գեղեցիկ է եւ շատ կանացի է, ինչու՞ չէ, բայց չտարվել իհարկե։ Եվ այդ ճանապարհին չհամեմատվել, չէ՞, մյուսների հետ։ Միանշանակ, այդտեղ է, որ կուզեմ, որ շատ կանայք փորձեն եւ աղջիկները մի պահ կանգ առնեն եւ ներհայացք ունենան, որտեվ մենք իհարկե առանց ուրիշի այլի մենք չենք կարող մեզ գտնել։ Այդ ուրիշը, այդ այլը, ինչպես նորածինի համար մայրը, դա մի հայլի է, որով ինքն իրեն սկսում է տեսնել ու զգալ, բայց
երբ որ հասունանում է, մեծանում է երեխան, աստիճանաբար դուք ես համար կարող ես այդ հայելին լինել եւ նկատել քո ներսում ինչ կա մի բան, որը միայն քոնն է։ Կանացիությունը, ինչպես մատնահետքը, որը միայն գրող այդ մարդն է, այդ կինն է, կանացիությունը նույնպես ունի մի մատնահետք, որը միայն քոնն է, եւ համեմատվել մյուսի մատնահետքի հետ, կարծես թե չունենալ քո մատնահետքը։ Կինը կարող է երջանիկ լինել առանց սոցիալական եւ ընտանեկան դերերի։ Առհասարակ երևի թե մարդը չի կարող լինել, ինչպես շատ բոլորիս կողմից ծեծված բառերն են, մարդուն մարդ է հարկավոր, պետք է կարիքն ունենք։ Մի փոքր կարող ենք առանձնացնել մի բան, որ կա տարածված կանանց մեջ, որ եթե կինը մենակ է, ինքը երջանիկ չի կարող կանացիություն ունենալ, բայց այդ հանդիպումները այլի հետ, այլ սեռի հետ, տղամարդու հետ, իհարկե դա շատ ավելի արագացնող մի process է, ավելի նկատել կանացիությունը յուրաքանչյուր կինը կարող է նկատել իր ներսում, սակայն միայն դրանով չի պայմանավորված կանացիությունը, կին զգալը, կին լինելը, յուրաքանչյուր կին իր ներսում ունի այդ կետերը, որը որ ինքն իրեն կարող է բացահայտել, տեսնել, արթնացնել, եւ դա բացարձակ նրա մասին չէ արտաքին շպարի, հագուստի կամ արտաքինի կամ հարաբերությունների այլ կանանց հետ, դա մի բան է, որ նորից մատնահետքի նման բնորոշ է միայն քեզ։ Մնում է դժվարությունն է գտնել, հասնել այդ կետին եւ ունենալ այդ հանդիպումը գեղեցիկ։ Ուժեղ կնոջ դիմակի հետևում ինչ է թաքնված։ Հաճախ շփոթմունք կա ուժեղ կինը, որը որ շատ հաճախ մենք կարող ենք այդ սահմանը կորցնել մասկուլինության հետ։ Այսինքն տղամարդկության հետ, այո, գիծ որ պիտի կնոջ մեջ չլինի։ Այո, որտեվ կնոջ ուժեղությունը հենց իր թուլության մեջ է, իր խոցելության մեջ է, բայց այդ ուժեղ կինը կարծես մտնում է մի մրցակցության մեջ, որը ինձ համար որպես մասնագետ շատ վտանգավոր մի մրցակցություն է տղամարդու հետ։ Եվ այդ շատ տարածված հավասարությունները, որի մասին շատ խոսում են, միևնույն է, չկա այդ հավասարությունը, ինչպես էլ մենք մեզ փորձենք, համոզենք, ապացուցենք, կինը եւ տղամարդը իրենք շատ տարբեր եւ շատ իրար համար կարեւոր էակներ են եւ երկուսի ներկայությունն է, որ արտնացնում է կնոջ մեջ տղամարդու կողքին կանացիություն, ոչ միայն ինչպես մենք խոսեցինք, ինչպես նաեւ կինն է, ով դոմինանտում է տղամարդկությունը, կինն է, ով կարող է շատ մեծ տեղ տալ է տղամարդուն եւ այդ ուժեղ կինը հաճախ մենք սկսում ենք շփոթել, բայց որ մի քիչ մտածենք ուժեղ կինը ինքնին արդեն խոցելի կին է, քանզի ինքը պաշտպանվում է։ Ուժեղություն կնշանակի, որ ինքը փորձում է լինել մասկուլին, որը հակաբնական է։ Այո։ Իսկ հոգեբանը ինչ է կարծում, կանայք իրոք ձգտում են հավասարության, թե ենթագիտակցորեն փնտրում են պաշտպանվածություն։ Երևի թե երկրորդը, չեմ կարծում իրականում, եթե մենք բոլոր պաշտպանողական շերտերը հանենք, որևէ կին կխոսի դրա մասին, որ կուզենա այդ հավասարությունը։ Իհարկե այդտեղ շատ նույնպես խոցելության մասին է, փափկության, փխրունության մասին, որտեղ կարիքն ունի ուժեղ ուսի, ուժեղ կերպարի, եւ եթե դա չկա, բնականաբար կինը որպես կենթանի էակ ինքը պիտի ինքնապաշտպանվի, այդ զրահները պիտի հագնի։ Իսկ ինչու են շատ հաճախ կանայք սիրահարվում սխալ տղամարդկանց։ Այդտեղ էլ կարող ենք մտածել, ինչ ասել է սխալ տղամարդ, ինչու նման ձևակերպում, այդ սխալ տղամարդը երբ է կարողանում հասկանալ կինը տարիներ հետո, յուրաքանչյուր կնոջ ներսում, անգիտակցականում, ինչպես տղամարդու մոտ կա այդ մրցակցության մասին, եթե մտածենք ըստ Ֆրեյդի, ըստ հոգեվերլուծողների եւ իր հետնորդների, ապա կանացիության մերժման մի միտում կա, բայց ոչ միայն տղամարդու կողմից։ Յուրաքանչյուր կին էլի իր անգիտակցականում ունի այդ կանացիության մերժումը։ Երբ որ մենք ասում ենք սխալ տղամարդ, ես ինքս ինձ հարց եմ տալիս, դա սխալ տղամարդը, իհարկե երկուսն են մասնակցում, զույգի մեջ երկուսը ներկա են, բայց կարող ենք մտածել, ինչու սխալ տղամարդ, ինչու ոչ սխալ կին, որովհետև կանացիությունը ինչքան ինքը բնությունից տրված մի ֆենոմեն է, բայց կանացիությունը կարիք ունի հոգեկանի կողմից վերամշակման, աշխատանքի, ներդրման։ Արդյոք սերը բավարար է հարաբերությունները պահելու համար։ Սերը շատ կարևոր մի ուժ է, ես կարող եմ ասել, բայց ոչ միայն սիրով է պայմանավորված։ Իհարկե սերը դա առաջին գործիքն է մոր եւ երեխայի, որով փոխանցվում է։ Եթե կա սեր, կարող ենք ասել մեծ գիտելիք ունի մարդը, արդեն հզոր է այդ գիտելիքում, զինված է գիտելիքով, որ կարող է մյուս
հատկանիշներն էլ իր մեջ փորձել աշխատել։ Իհարկե առանց սիրո չեն, այնտեղ շատ կարևոր են իհարկե հարգանքը, մյուսին տեսնելը։ Սերը մի մեծ զենք է, որը կօգնի մնացած մյուս հատկությունները արթնացնել, որը մարդը միշտ ունի ծնված օրվանից։ Ինչ տարբերություն կա կանանց եւ տղամարդկանց սթրեսի արձագանքման մեխանիզմների մեջ։ Կա տարբերություն։ Կարծում եմ, որ կա, ճիշտ է, իրենք երկուսն էլ մարդ են, բայց կինը ավելի, քանի որ հուզական է իր հոգեֆիզիոլոգիայով, իր հորմոնալ վերուվարումներով, կինը ավելի ունակ է արտահայտելու, բարձրաձայնելու, որը կնշանակի, որ ինչ-որ չափով այդ լարվածությունը ներսի, այդ քաոսը դուրս է գալիս։ Տղամարդը իր հոգեֆիզիոլոգիայով ավելի ներս գցող է, եւ եթե մենք նաեւ հաշվի առնենք մեր մշակութային որոշակի երևույթներ, ապա տղամարդը պիտի չարտահայտվի, տղամարդը պիտի ցավի մասին չխոսի, չբողոքի եւ դուրս է գալիս, որ տղամարդը ներսում է պահում այդ ստրեսը։ Եվ կարող ենք ենթադրել, որ տղամարդիկ ավելի շատ են ունենում հիվանդություններ, որոնք կապված են սրտի հետ, որոնք ինսուլտներ են, ինֆարկտներ են, դա հենց այնպես չէ, կանայք ավելի արտահայտվող են եւ դա օգնում է ստրեսը մի քիչ հաղթահարել։ Ձեզ ավելի հեշտ է կանանց, թե տղամարդկանց հետ ձեր սենյակում աշխատելիս էմոցիոնալ առումով։ Գիտեք, թերապևտը սենյակում չեզոք մի կերպար է, ով չունի սեր, տարիք, որևէ ուղղվածություն, քաղաքական, ռասիստական ու բոլոր բաները։ Եվ իմ համար իհարկե հաշվի առնվում են սեռերը, հոգեֆիզիոլոգիան, ինչպես նաև իրենց մեխանիզմը հոգեկանի աշխատանքի, բայց ավելի շատ ես ուշադրություն եմ դարձնում տվյալ մարդու այցելուի հոգեկանի աշխատանքի։ Որքան կարևոր է ընտանիքի անդամների եւ առհասարակ միջավայրի մասնակցությունը հոգեբանական բուժման ժամանակ։ Ընտանիքը, շրջապատը ինչպես կարող է օգնել այցելուին, որ ավելի արագ դուրս գա այդ իրավիճակից, այնպես նաև կարող են խանգարել։ Հաճախ գերխնամքը, որ արկա է մեր իրականության մեջ, այսօրվա ծնողները կարծես շատ ավելի տագնապային եւ լարված են ուզում օգնել, նևրոտիկ են ուզում օգնել իրենց երեխաներին, որտեղ որ այդ սահմանը իմ եւ երեխայի արդեն լղոզվում է, փոխվում է եւ շատ գերխնամքը խանգարող մի հանգամանք է։ Երբեմն հասունանալ, տալ երեխային մեծանալ, հասունանալ կնշանակի ծնողի համար մի փոքր հեռավորություն վերցնել, փորձել տալ այդ տարածքը երեխային, որ ինքը իրեն այդտեղ զգա։ Ինչքան ծնողը իհարկե կապ ունի նորածինի մասին, չի դա խոսքը, մանկահասակի մասին չի խոսքը, բայց նաև այդտեղ փոքր այդ քայլերն անել հեռանալու երեխայից, որովհետև նման ազդեցությունը անգամ եթե շատ օգնող են եւ հաճախ կարելի է տեսնել ծնողներին, ովքեր իրականում շատ սրտացավ, շատ հուզված ուզում են օգնած լինել, բայց երբեմն օգնել կնշանակի գործողության առումով ոչինչ չանել։ Կա մի բան, որ երբեք չեք ասում պացիենտին, նույնիսկ եթե դա ճշմարտություն է։ Հոգեթերապևտը պետք է փորձի ինչքան էլ ինքը գիտի այդ ճշմարտությունը կամ տեսնում է, բայց դա մի բան է, կարելի է կողք դնել հիշելով, մտքում ունենալով այդ բացահայտումը միգուցե թերապևտի համար եւ դրան գալ երկուսով։ Եվ մի բան է, երբ որ պացիենտն է ինքը դա ասում։ Իհարկե միասին մտածելու արդյունքում են ընտրում բառեր, բայց առհասարակ հոգեթերապևտ լինել չի նշանակում ասել պացիենտին այն ինչ որ դու մտածում ես։ Իհարկե շատ քիչ հարցեր կան, որտեղ կարելի է ուղիղ խոսել, բայց ընդհանուր առմամբ, եթե մենք մտածենք հոգեթերապիան, դա այն չի, ինչ որ ասում է թերապևտը։ Դա այդ մեկնաբանությունը չի, դա մի մեկնաբանություն է, որը երկուսով հյուսում են, ելնելով այցելուի պատմությունից, անցած ճանապարհից, իհարկե միջսերնդային փոխանցումներից եւ շատ ավելի գործոններից։ Սովորաբար ես կարծում եմ, որ հոգեբանի մոտ ավելի հաճախ գալիս են, երբ արդեն դանակը հասել է ոսկորին, բայց երևի թե ճիշտ տարբերակը, ինչպես ես եմ ամեն երեկո օրվա ամեն ինչից ազատվում, ամփոփում, երևի թե ճիշտ տարբերակն է, ինչպես այլ բժիշկների մոտ գնում են կանխարգելելու, այնպես էլ ձեզ մոտ չէ ավելի հաճախ կան։ Հիմա եթե համեմատեմ աշխատանքը անցյալում, շատ մեծ տենդենց կա, երբ որ փոքր ախտանիշերից, փոքր մտածմունքից կարող են դիմել հոգեբանի, կարծես թե մի փոքր թուլացել է այդ միտումը հոգեբանին դիմելու, երբ որ
ձեր ասած դանակը հասնում է ոսկորին։ Եվ ամբողջ հոգեկան աշխարհը ավերված է, որտեղ ավելի դժվար է աշխատելը։ Վերականգնել, քան երբ որ կան փոքր նշաններ, եւ այդտեղ էլ է շատ կարեւոր, որ յուրաքանչյուր մարդ շատ ուշադիր լինի, լսելի լինի իր համար առաջինը ներսում այդ ազդակները, թեկուզ եւ փոքր։ Կամ ասենք ինչ որ մի սիտուացիա, որը անհանգստացնում է, ու հիմա արդեն ընկերուհիների ինստիտուտը չի օգնում, որտեղ դա սիրողական է եւ չէր կարող օգնել, ասենք այդ սիտուացիան գնալ եւ վերլուծել հոգեբանի հետ։ Ազատվել դրանից։ Այո, հիմա ավելի շատ են դիմում եւ ավելի հեշտ է լինում օգնությունը, ավելի արագ է ստացվում, քանի դեռ խնդիրը չի խորացել, բայց ընկերուհիների ինստիտուցիան շատ լավն է, որովհետեւ կնոջ համար միշտ թվում է դա էլ մի մոլորություն է, որ անպայման անհրաժեշտ է տղամարդը, որ կինը ինքը իրեն երջանիկ լինի։ Հաճախ կանանց շրջապատը, կանանց հետ շփվելը դա շատ թերապևտիկ բնույթ ունի։ Այո, բայց չլինի խնդիրը իրենց վերլուծության, իրենց դատի։ Նշանակ, երբեմն դա էլ կարող է օգնել, ես երբեմն սիրում եմ հումորով ասել, բայց դրա մեջ մի քիչ ճշմարտություն կա, երբ որ սուրճի սեղանի շուրջ կանայք խոսում են, զրուցում են, ինչ որ նոր մտքեր են, հիմա էլ մենք որ զրուցում ենք, նոր մտքեր եք տալիս, եւ իմ համար որպես մասնագետ մտածելու տեղ եւ այստեղ վերլուծելու միանգամից խոսելու, դա փոխանցում է կնոջից կնոջը։ Դուք ձեր կաբինետում եւ լսել եք կանանց եւ լսել եք տղամարդկանց։ Այ ինչը երբեք տղամարդիկ չեն հասկանում կանանց մասին։ Եվ լավ է, որ չեն հասկանում, ինչպես շատ հումորներ կան, ինչպես լուրջ մասնագետների, հոգեվերլուծողների, այնպես էլ հոգեբանների կողմից, հատկապես տղամարդ հոգեբանների, ովքեր որ ասում են կնոջը հասկանալը անհնար է։ Կնոջը պետք է լսել, կնոջը պետք է սիրել։ Ով է երջանիկ կինը ձեր մասնագիտական տեսանկյունից։ Կինը, ով չի վախենում իր ներսի այդ փխրուն, շատ նուրբ կետերից, եթե անունը տնենք խոցելություն։ Իսկ ինչ բարձ քայլեր պետք է ամեն օր անի կինը իր հոգեկան աշխարհը առողջ պահելու համար։ Ես կուզեմ ցիտեմ այստեղ Ժակլին Շաֆերին, ֆրանսիացի հոգեվերլուծող կին, ով շատ աշխատություններ ունի կանացիության մասին, կնոջ բնական իրական բնույթը ցանկանալ, լինել ցանկալի։ Ինչ լավ բան է ասել։ Շատ խորը։ Շատ շնորհակալություն այս սիրուն հանդիպման համար։ Ես կարող եմ ձեր հետ ժամերով խոսել ու էլի լիքը թեմաներ կլինեին, բայց դե հանդիպումը արդեն ավարտվում է։ Հրաժեշտին Մարաշի այս շքեղտուփը ձեզ ընտանիքով այլելու համար։ Եվ ուզում եմ ասել, որ մենք ամբողջ ընթացքում խոսեցինք մի շատ կարևոր բանի մասին, կանացիության։ Շատ եմ ուզում, որ մեզանից յուրաքանչյուրը մի պահ կանգ առնի եւ նայի ներս իր ներսը, սիրի իրեն, փայփայի իրեն, այդ գործը սկսի առաջինը անել ինքը, իրեն երես տալու, իրեն սիրելու, իրեն փայփայելու։ Եվ ես ուզում եմ բոլորիս ասել, սիրելիներս, որ ժամանակը սլանում է խելահեղ արագությամբ եւ մենք պետք է իրար սիրենք ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան։ Քանի որ կանանց միամսյակ է, ձեր մաղթանքը կանանց, Ես կցանկանամ կանանց, որ սիրեն եւ լինեն սիրված։